Փաշինյանը կադրային ճգնաժամի կոնտեքստում ասում է, բանակը այլևս չի բարեփոխվի, որովհետև մանկապարտեզները քիչ են, քանդված են եւ այլն։ Հիմա, երբ թշնամին անընդհատ խախտում է հրադադարը, երբ անգամ կառավարությունն է հայտարարում, որ Ադրբեջանն ուզում է հարցը տանել էսկալացիայի, ու Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է, այն որ 2021 թվականից ասում են բարեփոխում են բանակը, սուտ է, չի ստացվի բանակը բարեփոխել։ Սա հնարավոր պատերազմի մեջ մտնող երկրի ղեկավարի համար շատ վատ ազդակ է։ Արարատ Միրզոյանը, որ այդտեղ նստած էր, ճիշտ կլիներ, որ ասեր, այդ Ադրբեջանին նա ոդկա է տալիս, այս դեպքում ունենք չբարեփոխված բանակ, իսկ ով պետք է բարեփոխեր։ Հայաստանում կադրային սով էր դրա համար Պապիկյանին նշանակեցիր պաշտպանության նախարար, թե նրա համար, որ քո կուսակցության վարչության անդամն է։ Հայաստանն ունեցել է պաշտպանության նախարար գեներալ Նորադ Տեր-Գրիգորյանց, ունեցել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, ունեցել է պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Միքայել Հարությունյան, ունեցել է պաշտպանության նախարար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյան։ Նրանց ֆոնին Նիկոլը պաշտպանության նախարար է նշանակել պատմության դասատու Սուրեն Պապիկյանին ու ասում է, բանակը չի բարեփոխվի, կադրային սով է։ Սուրեն Պապիկյանի տեղակալները նրանից բեթար կապ չունեն պաշտպանության համակարգի հետ, ֆինանսիստ են ու միլիցա։ Կադրեր չկան, թե քոմոդ չկա։